Ողջույն բոլորին։ Նոր վլոգ ենք սկսում, նախորդը փակել է եւ սկսում ենք նորը։ Եկեք ցույց տամ ինչով կատարվում այստեղ։ Այստեղ բետոն արդեն սարքում է, այս լեդեր բաներ կա, ուղղելու բաներ կան։ Այստեղ սենց խառը վիճակում է հələ։ Ես վերերիվ եմ հայտարարել, հաց կերանք, հեսեմ հետ կոֆե դնեմ, ես կոֆե եմ ուզում ու ձմերուկ կտրատեցի, ասեք ինչ յոթեղ քաղցր ձմերուկ եմ և հիմա բետոն դրսում գործ անում, հենց Beto. Հենց ինքը կոֆե չի ուզում, ես իմ համար կոֆե դնեմ, մի քիչ խմեմ, մի քիչ ժամը 4-ն անցա, որ դնեմ, այսօր ուղիղ եթեր էի անում, լավ զրուցեցինք, կփորձեմ ավելի շուշուտ ուղիղ եթերներ անեմ։ Ողջույն բոլորին, այսօր երկուշաբթի է, ես այսօր սենց ինքան խառն եմ, ծառայություն ունեմ, երկուշաբթիները ընդհանրապես ազատ եմ լինում, բայց տեղափոխել են, հետո պետքա հաց ուտեմ, այստեղ եք ինչ-որ կարգի բերեմ, այս ամանները դեռ սենց դրածը տեղափոխեմ այն ինչ-որ սենց տենց բան անեմ, այս ամաններն էլ տեղափոխեմ, աղի ամանաբանը, սրանք էլ կպահենք, որ մի բան սառնարանում դնելու հաց, սենց բետոն հետը լանչատանում, ժողովուրդ այ էսիա անգավ ձեռիցս կոտրվեց, մի հատը։ Տենց, հիմա այս պահին սենց այս վիճակն է դեռ, բայց սպասեք։ Թադամ, բետոն այստեղ նայեք ինչ-որ չափով սարքել է, ուղղակի գիշերը չհասցրեց այս դարակներն էլ հարմարացնի, որ արդեն սենց դնի, դա ոբշմ կարգի բերի, բայց հեսա նայք սենց է լինելու, ինչ ասեմ, հլեսի սենց բան վիճակն է, որ նախնական վիճակն է, ամեկ իրա տեղը կգտնեն, սենց ասած, ես գնում եմ վերև, ստեղ մարդ չկա չէ, մեկ մտնում են սայլակի տակ քնում, չէ, ոքեյ, գնացինք, ծառայության եմ, ծառայության ընթացքում հյուր ունենք, հյուրի արտասահմանցի է, թարգմանվելու է հայերեն, ես էլ հայերենից թարգմանելու եմ իմ բաժինը ռուսերեն, կային որ ռուս ընկերուհի ունեմ, իրեն թարգմանում եմ ծառայությունը, ոտերս նեցասավ, կան երա, ջիմ չեմ գնացել, բայց ցավում է դեռ, բան, հա, ու մեկ էլ, այսօր պետք է գնամ ջիմ, կային որ շատ բացակայեցի, այսօր պետք է հանդիպեի աղջիկներից մեկի հետ, բայց ասեմ երևի չէ, որ չեմ հասցնի, մի օր որ ազատ լինեմ, կասեմ, պետք է գար իմ հետևից, չգիտեմ տեսնենք, մի խոսքով, ոչ մի ձև չեմ կարողանում տրամադրվեմ ես վարակույրը կարեմ բան անեմ, հանեմ ես, սպրոց է, ինչ էր ասը, սավանը հանեմ, ես շոկ, մի քիչ առաջ մամայի հետ էի խոսում, մրսում էին գյուղում, ես էլ այստեղ շոքում եմ, շատ շոկ, տեն ժողովուրդ, ես այսա ծառայության եմ, մի 20 րոպեից, տենց ու
Հետո տենանք ինչ արինում։ Բայց вообще հավես չունեմ բանը ջիմ գնալու, գիտեք, չես, երևի մի քանի օր բացակայելուց հետո մի տեսակ չես կարողանում գնաս։ Արդեն sense հետ ես վարժվում, sense բայց դե պետքա գնալ ժողովուրդ։ Մազերիս պահավել ուզում եմ Facebook-ում հայտարարություն դնեմ, տենամ ովքեր ինչ-որ լավ բանի խորհուրդ տան Վարշավերի մազերս չովիրի։ Չգիտեմ, տեսնեմ, եթե հասցնեմ Եթե տենանք, եթե ծառայությունը շուտ պրծնի, կարամ գնամ, այդ աղջկան ասեմ գա իմ հետևից գնանք ինչ-որ բաներ կար, իրար հետ պետք է անենք, որ ստացվի կասեմ, ինչ պետք է անենք, հետո հասցնեմ գամ ջիմ, հացեր պետք է սարքեմ, ինչ ոնել, ժողովուրդ ուրեմն, ես էստեղսից կարմրած, քրտնած, հաց էի սարքում, դեթմիկով աջապսանդալ եմ սարքել, երեք տերեն եկավ, այդ նատուրացի ֆիրմայի, և բետոյի նվերի հաջորդ մասնա բերել, սիրիչեր եկել անցած անգամ, եկել եմ, սա ոնց որ մազերի ձև տալու համար, հիմա ամբողջ կոլեկցիան հասել է, այնպես որ արդեն կնվիրեմ, ծնունդին տեսնեմ, կամ միջև այգի գնալը կնվիրեմ, կամ էլ ընդեղ կնվիրեմ, տեսնեմ ոնց է ստացվում, էլի, մի քիչ խառնենք լինելի դե իհարկե այդ օրը, այստեղ իհարկե կոնֆետ, ասացի մի տու, ասես դե ինչ-որ մեկին կտաս, հավաքեմ երեխեքին կտամ, տեկովից երեխեքին, սա, էսի դնեմ ընդեղ մյուսների հետ, և ես արդեն պատրաստվում եմ գնամ բանի, ջիմ, Այստեղ շամպունը, այստեղ ստեսադորնը և տեսակ գրանը։ Մի հետ ծնունդի տոպրակ կարնեմ, որ նատուրայի տոպրակով չտամ, ավելի հաճելի լինի։ Ողջույն բոլորին, այսա բարև բոլորին։ Ուրեմն ժողովուրդ ես այսօր հայտարարում եմ թափառելու օր, ուրեմն եթե զգացել եք, ովքեր որ ինձ շուտ են հետևում, իմ ընկերուհի Ռոսին, կատուների, փիսոների Ռոսին, վաղուց չի գալիս, ոչ ես եմ գնում, ոչ տեսնվում եք բանը նրանումն է, որ առողջական խնդիրներ ունի մեջքի հետ, ոտքի հետ կապված, դրա համար չի կարողանում շատ տանից դուրս գալ, շատը որ նա դուրս չի գալի, կարելի ասել հազիվ այրատանը պտտվում, գործ-մորձանում, ես մի քանի շաբաթ է ես ուզում եմ գնամ այցելեմ իրան տենամ, բայց չի ստացվում, անդադար անցնում է, ինչ-որ զբաղվածություն, բան, մի խոսքով տենց, ու չի ստացվում, բայց ասի պետք է այսօր գնամ, քանի որ այսօր ազատ եմ, ինչ-որ չափով առավոտ շուտ է, ժամ 8-ից քանիս է, կարծեմ չէ 9-ից է, արդեն 9-4 է, ես մի հատ նախաճաշեմ, ասել եմ ժամը 12-ին կգամ, բայց եթե ստացվի, շուտ նախաճաշեմ բան պատրաստվեմ, մի քիչ շուտ դուրս կգամ, որ իրիկունը նորից պետք է դուրս գամ, պետք է գնամ այն աղջկամ տուն, որ
Առաջ անգամ գնացել ենք, հավաքվել ենք, հա, տենց իրա տանն ենք հավաքվելու, ես մի քիչ շուտ եմ գնալու, քանի որ կասեմ ինչի։ Այդքանը երևի, հեսա Wi-Fi-ից դեռ չեմ ասել, գիշերներ անջատում եմ Wi-Fi-ը։ Հեռախոսս միացրած եմ թողում, որ մարդս ժամի համար կամ գիշերը իջնելու համար բաղնիկ այդ ձև ժողովուրդ հիմա դնամ ես ինչ եմ նախաճաշում մելն էլ ուզում որ ես իրան սիրեմ այ Ես մի բան ուտեմ, մազերը սարքեմ, դեմքի խնամք և այլն և դուրս գամ։ Այսրվայում լուքը Ես հասել եմ, բայց նվտնամ ճիշտ եմ գալի Ռոսիի տունը Մարացել եմ շուտ եմ թեքվել միշտ խառնում եմ այստեղ խարանքները Հուսամ կգտնեմ Հուսամ այ քան շոք է այստեղ ժողովուրդ շոք ¿Peluquera? Ay, no, ¿qué crees que? Es que vi donde publicaron. Ռոնի, ես իմ ասելի նման պիսոյ ամբողջ օրը սիրես, կպարկի իրան սիրես։ A él tampoco le gusta cuando agarran, ¿no? A cargan. Le agarras a la mano. O sea, no le gusta, ¿no? Agarrar. ¡Ay! ¡Katsuma! ¿A este? Sí me gusta que lo agarren. ¿Sí? A este sí le gusta que lo agarren. En las piernas. Ah, no. No, para cargarlo. Ah, no, o sea, no. A Acer tampoco le gusta. Nada más que se acueste y que le acaricie. ¡Ay, Katsumesins! Muerde para ¡Me que muerdes! sigan rascando. Ok, te rasco. Asma Katsuma vor irán koren. Sí, se quiere que lo rasquen. Chulo, hermoso. Hermoso, güero. Ahí viene. Güerejo. Mira, no, hombre, Lolo me rasguña, me avienta. No le gusta que lo carguen. Sí. Hazel Nelen. Hazel también que no le gusta cuando le carguen. Sí, mira. Les faltan los pelos. Uy, es Ronin, es Salmo y Hetenk opera Charel. Shariknere Hanel. Esa como bolitas. Él y Salmo. Como ellos son, Salmo y él como son hermanitos, ¿no? Siempre piensa que son. El mismo día les quitaron los poquitos. Sí. Ronnie. Se pone la cara de la pantera rosa, se me imagina.
Ես չեմ տեսնում հեռախոսի մեջ ինչ եմ նկարում, like ոստը անցնում եմ, ունեմ կանգար ու տուն, ոստը, այդքանը, հենց բարձր է, Այ ես տանը վել եմ վիճակ գնայք, հենց շոքած, տրակած, նոր հասատու սոված եմ, ես եմ մի բան ուտեմ, դտմիկ տակացնեմ, հետո կուկուրուզը լնեմ, մի բան սարքեմ, երևի կամ էլ այսօր եսի կպրծեցնենք, ու վաղա մի բան կսարքեմ, տենց, որ տեսարոսին էտի արանքից հանենք, խղճիս սենց դարդեր էլի, որ չեմ կարողանում գնամ, անդադ չեր ստացվում, մի բան արանքներ ընկնում, դրա համար լավ էր, որ գնաց տեսա, հանգստացա, ճամփից էլ իջա, բան անի, շուկա մտա, ելակ եմ առել, սենց, մոտ մի կես կիլո, կիլոն 35 պեսո էր, ոնց որ ասես դոլարու համարյա $2, կարելի ասել $2, ու տենց երևի $2 չի, մի խոսքով, 20 պեսոյի առա, տենց ոնց որ $1, մի քիչ շատ, $1 մի քիչ շատ, օքեյ, քանի որ $1 կարծեմ 18-19 պեսո է, օքեյ, վсё, հեսի, բան անեմ, տակացնեմ ուտեմ, Ռոսին ասեց, սպասես հաց սարքեմ ուտենք, ասի չէ, նոր սարքել էր ես խառնեմ այսօր, հաց ուտեմ, հետո բան անենք եսի հանեմ, մեր ամուսնության մատանիները արծաթ են, իսկ եսի չժանգոտվող, չսևանող ինքը բիժու է, իսկ մեր ամուսնության մատանիները մաքրելու է, բանա, լրիվ սևացել է, այք, տարելա չգիտեմ ինչ, պետք է մաքրվի, Մոնիկան ասեմ ինձ տանի իրան, վարպետի մոտ մաքրել տամ, Վсё, ժողովուրդ, ես հանգստանամ, մի հատ է կոֆե խմեմ ու փոխվեմ, որ նորից դուրս գամ, մամա ջան, ուրեմն տեղ զանգել է, Ռոսի հենց տանից խոսում եմ, ասում է հեռու է, ամենակ ես գնացել, ասա ինչ անեմ, օքեյ, շատ հեռու չի, բայց դե, էլի ոչինչ, օքեյ, վсё, ուրեմն, հեկատուն հասա, այստեղ հրս, եկետենամ ճամփին նստած ինձ ասպաս, բանալիները թողել էր, տանը մարդ չկար, տանը թողել էր, ես էլ տանը չէի, որ գրեց, ասացի դու նոր դուրս եմ գալի, ու ինչ չի ասում, որ բանալիները մոռացել է, բան չի ասում, ես էլ իմ համար չինական խանութ մտա, շուկա մտա, եմ որ ասեց, ֆրֆրալով եք, ասում եմ տնաշեն մի բերեն, ասեի գրեի, որ բանալիս մոռացել եմ տանը, քեզ եմ սպասում, որ գաս, չէի մտնի խանութը, կամ մի անգամից կգայի, դե ոչինչ, քեզ էստեղ սպասել եմ, օքեյ, եթե ուզում պոխմեի, խնդալու, տենց, ուրեմն, ես ոչ միտեղ չգնացի, ինչպես միշտ քենսել արեցին, պահակար ես մեմ չղայնանամ, բայց դե, չեմ կարա, վաղը ես մի աղջիկը հետ կհանդիպեմ,
վերջից գտամ։ Ինքը գալու է ավելի ճիշտ, ինքը գալու է մեր տուն։ Եվ տեսնենք որորն ենք անելու, բայց լուրջ խոսել է պետք իրենց հետ, որ եթե մի բան որոշում ենք, կոնկրետ մի օր որոշենք, ժամ որոշենք, ոչ թե հենց լավ ժողովուրդ, ըտի հետ։ Ես իմ խումբը, օքեյ, ուրեմն, ուզում եմ երկու թեմայից խոսեմ, որ սրտիս է դրվել և փակեմ վլոգը, որպեսզի ձեզ ներկայացնեմ։ Ուրեմն առաջինը խոսելու եմ տանից, մեր տանից, որ ես այնքան շնորհակալ եմ, որ իմ ամուսինը Բետոնն է, որ ինքը ամեն բան անում է, որ խոհանոցում կոնկրետ, ու այստեղ էլ տարբեր տեղեր, որ հարմարացնի, այն որ հարմար ձևերով, սենց ամենա սենց կոմֆորտ ձևը տենց լինի, օրինակ ասենք խոհանոցի հետ ուտելիքի դարակը, հա, տենց ոնց որ ձեռի տակ լինի, սենց ձեռդ մեկնես, ոնց որ այստեղ ձեռս մեկնում եմ շուտ մի հատ թել եմ վերցնում, նույն ձևի խոհանոցում ձեռս մեկնում ձեթ եմ վերցնում, այնտեղ համեմունքներն եմ վերցնում, կամ չգիտեմ, շաքարավազա, սուրճա եւ այլն, ոնց որ լրիվ ձեռի տակ է ու սաղ մի տեղ է լինելու, ամանները, բաժակները մի տեղ է լինելու, այնտեղ ներքևը պղինձներն են, թավաները, այդպես մեծ ամանները, տարաները, պլաստմասի ամաններ, մի խոսքով, իսկ այս մյուս կողմը, ինչպես տեսեք, էլեկտրոնիկաս է լինելու ու նաև ներքևը տենց գթալ պատարակա ու հետաքրքիր է նա, որ մենակ մի դարակի մեջ էր սենց գթալները, չգիտեմ, տարբեր բաներ, սենց մեծ սենց մկրատ, ուրիշ այլ պարագաներ, հա, օրինակ ասենք լիմոն ճզմելուն կամ չգիտեմ պաղպաղակի գթալուն եմ, բան տենց քերիչը, բան տենց մի տեղ էր լրիվ, հիմա արդեն երկու տեղ, սենց որը օգտագործում է մի կողմը, իսկ որը որ տենց մեծ, տենց ցանցը, հա, տենց քո միջը բանը տենց արդեն մյուս դարակում են ու ավելի հարմար է։ Ես այնքան սենց չգիտեմ, շնորհակալ եմ Աստծուն, որ Բետոնն է իմ կողակիցը ու ամեն հարցով էլի ինքը ինձ միշտ հասկանում է։ Դրա համար գուցե մեր տան շինարարություն ինչ-որ եվրո ռեմոնտ չի, կամ չգիտեմ ինչ-որ սենց բան չի, թանկանոց ռեմոնտ չի, որ գան սարքեն միանգամից, չգիտեմ, բայց ես սիրում եմ այդ տան մթնոլորտը և որ ամեն ինչ եմ, որ սենց այնքան հարմարավետության մեջ է, այնքան ներդաշնակության մեջ է, որ տանից տան հոտ է գալի, օջախի հոտ է գալի ու մտնում ես մի տեղ, որ սենց է, որ այնքան սենց ջերմություն կա, այնքան սենց, չգիտեմ, տանը լինելու զգացողություն կա ու էդ իմ տունն է, յուրաքանչյուր մեկը ով եկել է իմ տուն, միշտ ասել է, յուրաքանչյուրը կապ չունի ով, հավատքի մեջ է, անհավատ է, կապ չունի ով եկել է, ինձ ասում են, որ իմ տունը շատ հանգիստ է, շատ սենց դրական լիցքեր է պարունակում, իհարկե, այստեղ խոսք է կարդացվում, այստեղ փառաբանություններ են լսվում, այստեղ աղոթում եմ, խոսում եմ Աստծո հետ, այնպես որ ծառայում եմ եւ այլն տարբեր հարթակներում։ Հա, իմ միջոցը ծառայելու հետ կապված, նաեւ ուզում եմ մի հատ հայտարարություն անել, ասա դա էլ կասեմ։ Ուրեմն դրա համար իմ տունը այնքան սենց դրական էներգիայով է լցված, յուրաքանչյուր գալիս են սենց այստեղ հանգստանում են, խաղաղվում են, չեմ խաբում, ով որ եկել է, ինձ նույն բանն է ասել, ուղղակի այս ամեն ինչը պետք է շարունակել, հասցնել վերջնական սենց ինչ-որ մի տեսքի, որ բաններ լինի, զալներ լինի, որ հանգիստ նստենք,
Եվ այլն։ Բայց ես շատ շնորհակալ եմ, որ իմ ամուսինը ամեն ինչ անում է, որ հարմարավետ դարձնի մեր առօրյան, մեր տան եղած այդ ամեն ինչը։ Անգամ իր համար հարմարավետ դարձնելու, սենց շատ շնորհակալ եմ։ Տենց։ Ու ես շատ շնորհակալ եմ, որ իմ տուն ունեմ ու իմ գլխին կտուր կա ու գուցե շատ սենց ինչ-որ անհարթություններով, խորթուբորթ առաստաղով կամ չգիտեմ, բայց կարևորը իմն է ու այստեղ իրոք օջախի շունչ է զգացվում ու յուրաքանչյուրի ով որ Մեքսիկա գա, մեր կողմերը լինի, անպայման հրավիրում եմ մեր տուն, որ սրճենք միասին, անպայման որ այստեղ լինեք, անպայման ինձ գրեք, Մեքսիկան շատ մեծ հասկացողություն է, բայց կոնկրետ եթե ցանկություն ունենաք, գալ Գուանախուատո նահանգ մեծ սիրով կհանդիպենք, Okay, սա այսպես, իսկ հայտարարության մասին ուզում եմ ասեմ, ովքեր որ կուզենան սովորել մարգարեական դպրոցում, շուտով մարգարեական դպրոց է բացվել, այն դպրոցը, որտեղ որ ես եմ սովորել 3 ամիս եւ լինելու է մարգարեական եւ երազների մեկնության դասընթացներ։ Հետո իրանք սերտիֆիկատ են տալիս on-line։ Դպրոցը կոչվում է Apostolic and Prophetic Center։ Հա, առաքելական եւ մարգարեական կենտրոն։ Եթե չեմ սխալվում, բայց ովքեր որ ցանկանում են ավելի խորը ուսումնասիրել այս ոլորտները, ես ձեզ խորհուրդ եմ տալի, ես սովորել եմ այնտեղ ու շատ բան եմ սովորել ու շատ հմտություն եմ ստացել իմ ուսուցիչներից, իմ հոգևոր ծնողից եւ շարունակում եմ ստանալ այս մի հատ sense խումբա, որ չգիտեմ, ես այնքան շնորհակալ եմ, որ այդտեղ եմ ու սովորեցի, շնորհակալ եմ ինձ իմ ընկերուհուն խորհուրդ տալու համար ու ես հենց այդ դպրոցի խմբում եմ մասնակցում եմ ծառայություններին, երազների մեկնության ծառայություններին, երազներ ենք մեկնում եւ իրոք ովքեր որ ցանկանում են հենց մարգարեական ոլորտի հետ կապված ավելի խորանան, ավելի դասակարգեն իրենց իմացած երազների մեկնության հետ ինչ-որ ծարավ ունեն սովորելու ու պրակտիկ օգտագործելու, երկուսն էլ մարգարեական պարգևը եւ իհարկե մեկմյուսի հետ կապվածը երազների մեկնության պարգևը, երկուսն էլ Սուրբ Հոգու միջոցով է իհարկե, ու ես անպայման լինքը կդնեմ եւ կարող եք միանալ ասեմ, որ դպրոցը ճիշտն ասած վճարովի է, բայց շատ չնչին գումար է, իրոք շատ չնչին գումար է, այնպես որ ես ձեզ խորհուրդ եմ տալի միանալ մարգարեական դպրոցին եւ չեք փոշմանի։ Okay, հաջորդ թեման, որ ուզում եմ խոսել, եկեք մի քիչ հետո խոսեմ, հա, ոնց որ բետոն եկավ։ Ես եկա նորից, ուրեմն այստեղ գործում եմ ու քանի որ մուք հաթելս աչքերս ցավում է, չեմ կարողանում երկար գործեմ, ես հասկանում եմ, որ ինձ արդեն ակնոցներ է պետք։ Հաթելն էլ մուք է, մեկ զգում եմ, որ լավ չի տեսողությունս արդեն, տարիքն իրան ասում եմ։ Լավ, գիտեք մեկ էլ ինչից եմ ուզում խոսեմ ժողովուրդ, այն թեմայից, սուտ խոսելու թեմայից եմ ուզում ուրեմն խոսել։
Մարդիկ օրինակ ասենք սկսում են սուտ խոսել, ասելով, թե սենց անվնաս սուտ է, ավելի լավ է քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը։ Աստծո համար մի փոքր սենց սուտը սուտ է, քան չգիտեմ, նույն հավասար է այն ամենամեծ ստին, որ հնարավոր օրինակ ասենք մեկը թաքցնում է իր հանցանքագործել, թաքցնում է, խաբում է, այդ սուտը հավասար է այն սուտին, որ դու ինչ-որ մեկից մի բան ես վերցրել, կամ ինչ-որ մեկին ասել ես խոսքի ես տանը չէի, բայց տանն ես եղել, օրինակ եմ ասում, ուտի նույն սուտն է, սուտը մնում է սուտ։ Okay։ Եվ մի բան էլ ժողովուրդ, եւ որ մենք ծրագրեր ենք կազմում, ինչ-որ պլաններ ենք կազմում, նպատակներ ունենք, հա, ինչ-որ միտեղ գնալու, մի բան առնելու, եւ դու այդ ամեն ինչը ստի վրա ես անում, օրինակ ասենք փաստաթղթերը կեղծում ես, կեղծ ինֆորմացիա ես տալի, բան, ու հետո ասում ես թող Աստծո կամքը լինի, Աստծո կամքը այդտեղ չի լինի։ Աստված նենց անելու, որ այդ ամեն ինչը լրիվ սենց քանդվի, չլինի, քանի որ Աստծո կամքը չի այդտեղ, եւ որ դու մի բան անում ես ստի վրա, որ Աստված տանել չի կարողանում, ու հետո ասում ես Աստծո կամքը լինի, Աստված իր կամքը անում է։ Այնպես որ եւ որ ձեր կյանքում նման իրավիճակներ ա գալի, ու դուք օրինակ ասենք, չգիտեմ, ուզում եք տեղափոխվեք, ուզում եք ինչ-որ միտեղից միտեղ գնաք, կամ չգիտեմ, ինչ-որ ուզում եք տուն առնեք, բայց դա ամեն ինչը անում եք ստի վրա, սուտերի կեղծիքի վրա, հետո տալիս եք Աստծո ձեռը, որ Աստված օրհնի, Աստված չի օրհնելու այդ ծրագիրը։ Եթե օրհնի, ուրեմն Աստված արդար Աստված չի։ Աստված նենց անելու, որ անգամ եթե չնչին սուտ կա այդտեղ, այդ ամեն ինչը չի լինելու, ինչքան էլ որ ուզում ա մեծ գումարներ ծախսած լինեք, ինչքան էլ որ ուզում ա ձեր կյանքը դրած լինեք այդտեղ, ձեր երազանքները, ամեն ինչ, ձեր հոգին դրած լինեք այդտեղ, չի լինելու, քանի որ Աստված չի խրախուսում սուտը, ընդհակառակը։ Այնպես որ եւ որ ձեր կյանքում նման դեպքեր են լինում, Աստծուն մի մեղադրեք։ Աստված արդար Աստված է, ու եւ որ մենք մի ծրագիրը ստի վրա հիմնված, ստեղծված, ասում ենք Տեր, քո կամքը թող լինի, գիտես ինչքան եմ տանջվել, ես տուն էի ուզում առնել, գիտես ինչքան եմ ցենց ինչերի հետևից եմ գնացել, բան, ցենց ինչեր եմ արել, ես փաստաթղթեր սարքել եմ, սուտ հաշմանդամության կարգ եմ հանել, օրինակ ասենք, օրինակ, կամ չգիտեմ, տենց բան չկա, բայց արել եմ, որ ինձ տուն տան, օրինակ, կամ ինչ-որ ցենց պայմաններ, օրինակ եմ այրում, նենց չի, որ ոչ մեկի վրա չվերցնեք, օրինակ եմ բերում, որ հասկանաք, որ գուցե ինչ-որ մարդիկ ուզում են ինչ-որ ծրագրերի մեջ մտնել ու որոշ ճանապարհներով, բայց ես այս 2 օր զգում եմ, որ այս թեմայով պետք է խոսեմ, մի արեք նման բաներ, ավելի լավ է ամեն ինչ արդար ձևով անեք, բացեի բաց եւ տակ Աստծուն, ասեք Տեր, ես ամեն ինչ արդար ձևով եմ արել, ոչ մի կեղծիք չի եղել, ոչ մի փաստաթուղթ կեղծ չի ստորագրվել եւ քո ձեռքերին եմ տալի, լինելու բանը կլինի, չլինելու բանը ուզում ա աշխարհներ շուռ գա, չի լինելու ժողովուրդ, չի լինելու, եթե գրված չի լինելու, այնպես որ գիտեք հիմա այնքան վատ շրջան ենք ապրում, որ կեղծիկը հա ինչ է, փաստաթուղթ է, էլի թող ստորագրեն բանը, էդի մեզ լավ է, թող մեզ տան, մենք էլ այդ տունը առնենք կամ մեքենա առնենք կամ չգիտեմ, ինչ-որ մի հատ այլ գործարք առնենք, հա ինչ ա եղել, որ ու ոնց որ այնքան ամեն ինչ սենց ոնց որ
կեղտոտվել, ամենից որ չգիտեմ, արատ ձևով արվում, որ անգամ այդ սուտը իրանց համար նորմալ բան է, նորմայի մեջ է, բայց Աստված ամեն ինչ տեսնում է, ու Աստված չի թողնելու, որ այդ պլանները իրագործվեն, ամեն ինչ չեղարկելու է, ամեն ինչ, մանավանդ եւ որ դուք ասում եք, թող քո կամքը լինի, Տեր Աստված։ Տերը չի հովանավորում սուտը, Տերը չի ընդունում սուտը, ստի վրա կառուցված է։ Այնպես որ Աստծո առաջ արեք, ինչ անում եք, Աստծո առաջ արեք։ Գուցե մարդիկ չեն տեսնում, բայց Աստված ամեն բան տեսնում է, այնպես որ արեք, որպեսզի Աստծո աչքին հաճո լինի։ Ես սուտ չեմ խոսում իրականում, ես ընդհանրապես սուտ չեմ ասում, որ ինչ-որ մեկի պատճառով ինձ գցում են ստերի մեջ, ես ահավոր վատ եմ զգում, ահավոր խառնվում եմ իրար, ես փոքր տարիքից չեմ կարողացել ստեմ, ահավոր ես ցնցումների մեջ եմ ընկնում ու ես ընդհանրապես ես երբեք չեմ ստում, երբեք, չգիտեմ ինչ ուզում լինի, գուցե լռեմ չխոսամ, բայց երբեք չեմ ստում, անգամ եթե մի փոքր մի բան լինի, այս թելը ասեմ կապույտ էր, բայց իրականում սև է, մուգ մոխրագույն է, ու խաբեմ ասեմ, հա կապույտ էր թելս, օրինակ եմ ասում, ամենայն չնչին բաների համար է, ես չեմ ստի, ահավոր տանել չեմ կարողանում, որ ինչ-որ մարդիկ ստի մեջ են իրանց ստի մեջ են ինձ ներքաշում, ես դա չեմ ընդունում, ստի մեջ, բամբասանքի մեջ, տենց, չգիտեմ, ես թողնում գնում եմ, տենց, դրա համար ամեն ինչ արեք Աստծո աչքի առաջ և կօրհնվեք, եթե անգամ անհնար ինչ-որ մի բան էլ մտածելուց լինեք, որ էդի անհնար է, Աստծո համար անհնարին ոչ մի բան չկա, պարզ արեք, մաքուր արեք, շիտակ արեք, անկեղծ սրտով, անկեղծ փաստաթղթերը հավաքեք, բան տենց, օրենքի սահմաններում արեք, ամեն բան և կտեսնեք անհնարինը Աստված կդարձնի հնարավոր, Աստված նենց կօգնի քեզ, որ չես պատկերացնի, որ կարողա սաղ այդ, չգիտեմ, ինչ-որ մի հարցի պահով չեն անցել օրինակ, բայց Աստված կարա նենց անի, որ քո հավատքը մեծա, և որ դու այդ ամեն ինչը տալիս ես Աստծուն, Աստծուց ես վերցնում ու կատարում, Աստված իզորույա անհնարինը դարձնել հնարավոր, և ամեն բան անելուց առաջ հարցրեք Աստծուն, ոնց օրինակ ասենք Աստվածաշնչում, գնամ պատերազմ, Դավիթ թագավորն ասում էր, Աստված ասում էր գնա, ու գնում էր պատերազմ, գնամ ես մի պատերազմ, ես ինչ մարդկանց դեմ, ես ինչ ազգի դեմ, Աստված ասում էր չգնաս, Դավիթը թագավորը չէր գնում, այն նույն ձևի մենք պետք է, ես ինչ բան անեմ Տեր, քո կամքով ինձ հաստատիր, ինձ խոսք տուր, ինձ որևէ ձևով իմ սրտին դիր, ինձ ճանապարհներ բացիր, մարդկանց դիր, արդյոք դու ուզում ես, որ ես տեղափոխվեմ, արդյոք դու ուզում ես, որ մենք նոր տուն առնենք, արդյոք դու ուզում ես, որ մենք նոր մեքենա առնենք, արդյոք դու ուզում ես, որ ճանապարհորդենք այս պահին, թող քո կամքը լինի, հարցրեք, ամեն բան հարցրեք Աստծուն, տենց, այսքանի մասին եմ ուզում խոսեի, թող Աստված օրհնի ձեզ ու լցնի իր խաղաղությամբ, իր ճշմարտությամբ և որպեսզի ոչ մեկս, սկսած ինձանից իհարկե, ոչ մեկս ամոթով չմնանք իր առաջ, թող Աստված օրհնի շատ, իրականացնի ձեր սրտի բոլոր փափագները և առաջնորդի ձեզ ամեն օրվա մեջ, օրհնում եմ ձեզ, կհանդիպենք արդեն մյուս վլոգում,ադիոս։